Ընդդիմադիր Հայաստան դաշինքից հայ հեղափոխական դաշնակցությունում արդեն որոշել են մասնակցելու են ընտրություններին ու ոչ միայնակ։ Հույդա ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է, նախընտրում են նորից դաշինքով ու բանակցում, որ այս անգամ ավելի ուժեղ ու ազդեցիկ լինեն։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ դաշինքի այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնոտ դաշինք։ Իսկ ով է գլխավորելու իրենց պատկերացրած ազդեցիկ դաշինքը, դարձյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նախորդ ընտրություններում, դաշնակցությունում առաջնորդի անունը դեռ չեն հայտարարում։ Այդ մասին դեռ որոշում չկա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին։ Եվ այդ թոքից պետք է ազատվել։ Ռոբերտ Քոչարյանը դեռ անցած տարի էր ասել, հավանաբար մասնակցելու է ընտրություններին, թե ինչ ձևաչափով չի մանրամասնել։ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցել։ Հույդա նախընտրական դաշինքի բանակցությունները նոր է սկսելու, վստահեցնում է պատգամավոր Սաղաթելյանը, թե որ ուժերի հետ կմիավորվեն, դեռ հայտնի չէ։ Եվ արժևորելով Հայաստան դաշինքի գործունեությունը, բնականաբար առաջիկ քննարկումները ունենալու ենք դաշինքի մեր գործընկերների հետ։ Հայաստան դաշինքը 2021-ի ընտրություններում ձևավորվեց Հույդա ու վերածնվող Հայաստան կուսակցություններից։ Խորհրդարան անցնելուց մեկ տարի անց պառակտվեց դաշինքը։ Վերածնվող Հայաստանը, որ մի քանի պատգամավոր ուներ, դադարեցրեց խորհրդարանական գործունեությունը։ Կան ուժեր, որոնց հետ բացառում են համագործակցությունը։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ։ Եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարի։ Ողջամտություն իսկապես չեմ տեսնում։ Ընդդիմադիր դաշտում կան կարծիքներ, որ նախկին նախագահների առաջնորդությամբ Փաշինյանի կառավարությանը հնարավոր չէ տապալել, ավելի Նիկոլ Փաշինյանին նախկիններն են սնում։ Այս կարծիքները իրենք հաշվի առնում են վարչապետի թեկնածու ընտրելիս ու հնարավոր է, որ Քոչարյանը նահանջի այս անգամ։ Ոչ դա նիկոլական խոսույթ է, այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել, մասնակցել մի քանի խոշոր դաշինքներով, մարդկանց ներկայացնել այլ ընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող ընդդիմության միջից ընտրի, որ թիմն է, որ ում ծրագիրն է, որ կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Որ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարների ժամանակն անցել է, հայտարարել է նաև նորաստեղծ մեր ձևով շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Ազատությունից զրկված գործարար Սամվել Կարապետյանի թիմում էլ այս համոզմունքով են առաջիկա ընտրություններին պայքարելու գործող իշխանության դեմ։ Թե ով է այդ նոր առաջնորդը, որ պետք է պառակտված հանրությանը միավորի, մեր ձևովն էլ դեռ թեկնածուի անունը չի ասում։ Խորհրդարանական ընտրություններին թեև 6 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց վերջնական պատկերը դեռ չկա։ Գործարարներից Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստանին ծրագրով կմասնակցի, հայտնի չէ դաշինքով, թե միայն իր գլխավորած կուսակցությամբ։ Նախկիններից Սերժ Սարգսյանը ընտրությունների թեմայով ոչինչ դեռ չի ասել։ Նրանք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել ու բաց չեն թողնում այս օրակարգը։ Իմ կարծիքով ամենաարդյունավետ գործիքը իմպիչմենտն է, ես դրա մասին միլիոն անգամ ասել եմ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոնգրեսն է հայտարարել մասնակցելու են։ Վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Այլ ուժերի հետ են շարունակում բանակցել, չի բացառվում, որ իրենք էլ դաշինքով գնան։ Ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ուժն էլ է մասնակցելու։ Երևանի ընտրություններում Մարությանի առաջնորդած դաշինքը երկրորդ տեղը զբաղեցրեց։ Եսա քպանի այդ ֆեյքերի ֆաբրիկան են, զավոդը, եսա խոդատալու ոնց։ Հայկը ախր Քոչարյանի հետ հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոննա։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ իր ստեղծած ուժով է մտադիր մասնակցել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը միայնակ կմասնակցի Փաշինյանի առաջնորդությամբ։ Վստահ են այս անգամ էլ կհաղթեն։